բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լեցված, մենք սկսում ենք մեր առավոտը ձեզ հետ միասին։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, ամեն առավոտ մենք գալիս ենք եւ ասում ենք ձեզ բարի լույս եւ 1 ժամ փորձում ենք ձեզ լավ տրամադրություն տալ։ Լավ տրամադրությունն ապահովում է նաեւ լավ երաժշտություն, այս պայն առաջարկում ենք տեսահոլովակով արթնանալ միասին, որից հետո վերադառնանք տաղավար, հրաշալի նորություններ ունենք պատմելու։ Բարեկարգնացեք։ Մենք արթնացանք, թարմացանք, որոշեցինք ինչ պատրաստել այսօր, շատ հարցականների հարցեր լուծեցինք եւ հաջորդ հարցական իհարկե ինչ հագնել, որպեսզի լինել եւ նորաձև Եվ ժամանակակից, եւ չմրսել, եւ չհիվանդանալ, այո, ճիշտ ժամանակն է նաեւ չմրսելու։ Իսկ լավագույնս դա մեզ մոտ անում է իհարկե մեր նորաձևության թագուհին, էջը թագուհին Նաիրա Հարությունյանը, գնանք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ այսօր խոսելու ենք մոխրագույնի երանգների մասին։ Դե ինչ, գնացինք։ Մոխրագույնն արդեն վաղուց ձեռք է բերել համընդհանուր երանգի կարգավիճակ, որը հարմար է բոլորին առանց բացառության։ Բացի այդ 2025 եւ 2026 թվականների աշնանը եւ ձմռանը այն համարվում է ոչ թե պարզապես հավերժական բազային գույն, այլ իրական թրենդ։ Այնուամենայնիվ շատերին թվում է, թե մոխրագույն հագուստով կերպարները ձանձրալի տեսք ունեն։ Մենք ապացուցում ենք, որ դա այդպես չէ։ Երանգների բազմազանություն։ Մոխրագույնի սպեկտրն ընդգծում է սառը երանգներից մինչև տաք մոխրաբեժ, լուսնայինից մինչև գրեթե սև գրաֆիտ։ Մոխրագույնը չի հոգնեցնում աչքը, չի պահանջում բարդամադրություն, բայց միևնույն ժամանակ ավելի թարմ տեսք ունի, քան սևը։ Օրինակ Calvin Klein-ի եւ Hermes-ի ցուցադրություններում մոխրագույն գույնի կոշիկներն ու պայուսակները դարձել էին ամբողջովին մոխրագույն կերպարների մաս, որտեղ ձևերի եւ գործվածքների խաղը փոխարինում էին շեշտադրումները։ Գործողությունը հագուստի տարբեր տարերում մոխրագույն բոլիտոները եւ երկարաճիթերը հիանալի համադրվում են միդի շրջազգեստերի հետ, իսկ մոխրագույն նավակ կոշիկները կամ տղամարդու ոճի կոշիկները լայն տաբատների կամ ջինսերի հետ։ Ընտրեք մոխրագույնի անցումը մուքից դեպի բաց երանգներ եւ ձեր կերպարները կլինեն անզուգական։ Դե ինչ, խոսեցինք մոխրագույնի երանգների մասին, բայց ուզում եմ, որ դեր տրամադրությունը երբեք չի կրի մոխրագույնը։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Դե ինչ վերադարձանք մեզ համար տոն է խնդություն, որովհետև ցանկացած ներկայացում, որ ծնվում է մեր երկրում, մեր քաղաքում, սա ուրախալի փաստ է եւ հատկապես փառատոնի շրջանակներում։ Եվ պստիկ մշակույթը ավելացնում մեր կյանքում, մեր թատերական կյանքում։ Անշուշտ հոկտեմբերի 24-ին Արմոնո փառատոնի հատուկ նախագծի շրջանակում տեղի ունեցել պրեմիերա Բախրայնիցի Մինյազա Պլինտուսում թաղեք ինձ շրիշակի տակ։ Թողեք ինձ։ Ռեժ ջան, դրա մասին դեռ կխոսենք ընթացքում։ Իսկ այս պայն ուզում եմ սիրով շտապում եմ ներկայացնել մեր հյուրերին, որ արդեն տաղավարում են բեմադրիչ դերասանուհի Ելենա Վարդանյան, բարի առավոտ, գեղեցկություն, взаимно, եւ դերասան Վան Սադախ, ամեն ինչ ճիշտ է։ Այո, բարի լույս։ Շատ հետաքրքիր, այո, ազգանում, սրա մասին կուզենայի նաեւ խոսեինք, եւ առհասարակ սկսենք սկզբից, ինչպես միտք ծագեց անել այս անգամ մոնո։ Это дуэтный спектакль. Играют Ван Садах, замечательный артист и прекрасная актриса Лилия Мукучан. Ага, Лилия и Хедмирсина. А матах дуэт горцев. Да. Это дуэт и в рамках Армона. И мы в очередной раз попытались сделать что-то для того, чтобы зрителю было приятно на нас смотреть и уходить из зала, надеюсь, с положительными эмоциями и с ответами на некоторые вопросы. Եվ հերթական անգամ այո փորձել են այնպես անեն, որ հանդիսատեսը գնա իրեն հարցեր տալով եւ շատ հարցերի պատասխաններ գտնելու այս պարագայում մոնո Արմոնոյի շրջանակում լինելու է դուետ, հա, Լիլիայի հետ, իսկ որտեղ է Լիլիան ինչ չի եկե փորձի է երևի, հա, առանձին։ Мы сыграли замечательную премьеру. Она состоялась в Малом театре. И премьера, по нашему мнению, прошла прекрасно, потому что для меня самое главное, чтобы артисты получили удовольствие от того, что они делают на сцене. Это очень важно. Потому что когда ты не получаешь удовольствие на сцене, ты не можешь его предоставить зрителю. Никакого взаимообмена не бывает. Հրաշալի պրեմիերա է տեղի ունեցել եւ ըստ ռեժիսորի իսկապես թե դերասաններն են բավարարված եղել, թե հանդիսատեսը, որտեղ դա ամենակարևոր պունկտն է, այսպես ասած, որպեսզի դերասանները հաճույք ստանան այն ամենից, ինչ անում են, բայց հիմա
ամեն իրար փոխ լրացրել է Անշուշտ։ Կարող ենք Վանին հարց ուղղել, Վան ջան, ինչպես ստացաք առաջարկը եւ ձեզ համար ինչ նշանակություն ունի այս ներկայացումը։ Երևի սկսեմ երկրորդ հարցից, քանի որ նշանակությունը շատ բարձր է ինձ համար, երբ որ ստացա զանգ Ելենայից, մենք մինչև այդ մի հատ ուրիշ նախագծում ենք աշխատում, որում արդեն չեմ աշխատում, բայց այդ նախագիծի շնորհիվ ծանոթացանք Ելենայի հետ եւ օրերից մի օր Ելենան զանգահարեց եւ առաջարկեց այս նախագիծը ինձ համար իհարկե գործը ծանոթ էր եւ շատ հաճելի առաջարկ էր, քանի որ ես շատ սիրում եմ աշխատել խորը դերերի հետ, խորը գործերի մեջ եւ երբ որ Ելենան զանգահարեց, իհարկե ինձ համար մեծ տոն էր ստանալ հենց այս առաջարկը եւ հետագայում իհարկե ոնց բացահայտեցինք թե կերպարը, թե աշխատանքը միասին շատ կոնկրետ, հստակ, ճիշտ է կարճ ժամանակահատվածում, բայց շատ հաճելի ընթացքով գործ ծավալեց Ելենան մեր հետ։ Ներկայացման լեզուն ռուսերեն է թե հայ։ Ռուսերեն։ Ռուսերեն էր եւ ռուսերեն ինձ համար առաջնային լեզու է, այսինքն քանի որ ես Ռուսաստանում եմ մեծացել եւ Սա շատ կարևոր է, որ շատ հանգիստ կերպով են ընթացել գործերը, որովհետեւ լեզվական բարիեր չի եղել։ Հա, եւ հետո ընդհանրապես աշխատանքը, մտածողությունը, երբ որ մի գործի հետ ես աշխատում, որի լեզուն ի սկզբանե ռուսերենով է, եւ բեմադրիչը ռուսերենով հասկանում, անկալում է թե այդ մենտալիտետը, թե այդ բառախաղերը, որոնք նաեւ շատ կարեւոր են լեզվի մտածողության մեջ, դա շատ կարեւոր էր ու այդ առումով եւ ռուսերենը մեծ դեր խաղաց մեր աշխատանքի մեջ ավելի իրար հասկանալու եւ շուտ ըմբռնելու եւ ընկալելու եւ ինձ համար դե ավելի հոգեհարազատ էր դեզուն բեմական էր ինձ համար Լիլիայի հետ ինչպես էր ձեր դուետը բարդություններ կոնֆլիկտներ թե ավելի հարթ ճանապարհով ինձ թվում է երբ որ աշխատում են բավականին գիտակից մարդիկ մի տեղում եւ Ելենայի տենց ասած առաջադիմությամբ, հա, այդ առումով կոնֆլիկտները անհնար են, քանի որ շատ բարի, շատ կամեցող մթնոլորտ էր ամբողջ ընթացքում եւ Լիլիան իհարկե շատ պրոֆեսիոնալ եւ շատ մեծ դերասանուհի է ըստից այնպես որ կոնֆլիկտների մասին երևի խոսալն եւ ուղղակի գանք վայելենք ներկայացումը իսկ աշխատանքի առումով շատ հետաքրքիր էր, որովհետև ընդհանրապես աշխատել միշտ փորձառու մարդկանց հետ, դա շատ մեծ պատասխանատվություն է եւ մեծ հաճույք, մանավանդ որ Հայաստանում ինձ համար դա առաջին գործն էր, թատերական առաջին գործն էր եւ ընդհանրապես իմ կյանքում թատերական շատ գործեր չեն եղել, քանի որ հիմնական իմ գործունեությունը երկարվեստն է, երաժշտությունն է շատ հաճելի process էր եւ Ելենայի հետ եւ Լիլիայի հետ աշխատելը ամեն օր ինչ որ նոր բացահայտում էր ու շատ կարեւոր է ներես ընթացքի մեջ որ Ելենան յուրաքանչյուրից տալիս էր անձնական, դերասանական այդ մեր սեփական շնչի անկյունի տարածքը, որի շրջանակներում մենք կարողանում ենք ինքներս նաեւ ստեղծագործել, հասկանալ մեր կերպարները Իհարկե էլ եմ ասում, քանի որ ժամանակը բավականին արագ ենք մենք այս ամեն ինչը անում, Ելենան իր գլխի մեջ դասավորած արդեն ամեն ինչ բերում էր մեզ տալիս էր հիմնական սյուները ներկայացման, բայց մենք նաև ազատ էինք ընթացքում մեր սեփական դրսևորման մեջ, որպես շատ կարևոր է։ Ես ընդհանրապես ինչքան պրոյեկտներ եղել են, առաջարկներ եւ այլն, ինչու եմ սենց Ելենայի հետ ասում ястабой, որովհետեւ այդ տեսակը մարդու երբ որ տաղանդավոր դերասան ես ինքդ եւ նաեւ բեմադրում ես ներկայացումներ դերասանը մի այլ կերպ է հասկանում ընկալում ուրիշ դերասանին որտեւ ինքն էլ է այդ դերում լինում ինքն էլ է հասկանում ինչ իրավիճակի մեջ է դերասանը process русский ասեմ ես կան process игры раскрытия персонажа которого ты играешь ու այդ ընթացքում Ելենան շատ sense ազատություն ատալի, որ դու ընկալես ինքդ այդ ճանապարհը անցնես, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այ Ելենա, հետաքրքիր է, կուզենամ անդրադառնանք ներկայացմանը։ PS-ը
ինչպես ծնվեց եւ ընտրվեց, այսինքն եւ ինչպես նաեւ անունը, որ կրում է «Похороните меня за плинтус». Была такая ситуация, я просто лежала дома и слушала песню «Похороните меня за плинтусом», и вдруг вспомнила, что есть такая пьеса замечательного автора Павла Санаева. Подумала, прочитаю. Я давно очень читала, но забыла. И когда я еще раз прочитала эту пьесу, поняла, что можно из этого сделать спектакль, почему бы нет. Позвонила Лиле Мукучан, она сказала: «Я с тобой». Мы потом позвонили Ивану, Иван сказал: «С удовольствием». И мы начали работать сразу на следующий день, после того, как я послушала эту песню и вспомнила про пьесу. Спектакль мы сделали за 3 недели. Очень быстро, очень конкретно и очень четко. Я вообще понимаю одну вещь. Если ты выбираешь хороший материал, хороших артистов, и, в принципе, знаешь, что делать, и у тебя есть вдохновение, времени особо так, думается, мне и не надо. Կառուցելու ժամանակներողություն, այսինքն համ երաժշտությունն եք լսում, համ կարդում եք, համ համադրում եք, թե Нет, я просто услышала нечаянно песню, то слушала ее. Потом про нее забыла, вспомнила про пьесу. Все, про песню мы забыли. Да. Я просто вспомнила, что я когда-то читала, и я бы хотела с ней поработать. И мне очень повезло, потому что со мной работали 2 замечательных артиста. Великолепная Лилия Мукучан, с которой у нас было неоднократное сотрудничество. Я всегда с ней работаю во всех моих постановках, почти во всех она есть. И последний наш спектакль «Варечка», крайний спектакль, который и в Петербурге занял 1-е место, и во всевозможных фестивалях, где она участвовала, она всегда приносит победы. И, кстати, это очень важно, потому что эти победы приходят в нашу страну, так как мы выступаем так или иначе на русском языке, но под флагом Армении. Вот. И в этот же раз я очень-очень благодарна была ей, что она со мной сотрудничала. И также с Ваном мы очень короткое время были знакомы, но когда я ему позвонила, я говорю: «Ван, я знаю, что ты вот недавно приехал из Франции, у тебя очень много таких проектов, ты, в конце концов, молодой человек, у тебя много, согласишься ли ты с нами работать?» И Ван сразу сказал «да». И вот так началось. Вот послушала песню, вспомнила название, и на следующий день мы начали репетиции. Мы немножечко адаптировали пьесу под нас, потому что там огромное количество персонажей. Я ее адаптировала под 2 человека. Да. Важный фактор в этой работе, что она поднимает определенные социальные вопросы. Отцов и детей. Как... Конечно. Да. И почему люди превращаются в деспотов? Ведь всегда у каждого плохого персонажа или хорошего, неважно, есть оправдание, есть какой-то опыт, есть какой-то бэкграунд, из-за чего произошло. И как может сложность одной личности повлиять на будущее поколение, несколько поколений иной раз. И вот мы постарались в такой интересной форме. Почему говорю интересной форме? Потому что артисты выступают как артисты. То есть ты по ходу спектакля видишь, как они встают из зала. Нет, они просто уже в масках, можно сказать, разукрашенные. То есть они из зала выходят. Это все в таком, знаете, фарс, абсурд и так далее. Вот в таком плане. Спектакль идет 50 минут. Мы обязательно в апреле месяце представим его на основном фестивале «Армоно». И, кстати, хочу сказать огромное спасибо Мариане Артемовне Махитарян, которая в очередной раз с удовольствием с нами сотрудничает. У нас есть уже несколько фестивалей, на которых мы должны поехать. Обязательно, когда приедем, я думаю, мы придем и расскажем о том, как у нас чудесно прошло все. Тут самое главное, что мы получили удовольствие в процессе, потому что очень важен процесс, как мне кажется. И я лично получила удовольствие. Уверена, что Иван и Лиля получили удовольствие. И вся та команда, которая работала с нами, потому что команда — это очень важно. Это и Гарик Манукян, который делал нашу афишу, это Сергей Петросян, наш звуковик, это Хайка Габекян, наш световик, это костюмы моя сестра Милена Варданян, вот, Армина Рутинян, которая нам помогала по реквизиту и так далее. Большая, хорошая, творческая команда людей, которые делают не ради того, чтобы сделать, а делают просто для того, чтобы получить удовольствие. Во время спектакля и артисты, и я
честно вам скажу, даже свои триггеры и паттерны определенно прорабатывали. Ведь когда зритель приходит в театр, это же определенно, ну, не знаю, может быть, по психологии, да, это как поход к психологу, к врачу, где-то душевному. Так и мы работали, ставя этот спектакль, я лично, играя, ребята, потому что мы соавторы этого всего, все втроем. А тут нет такого, они играют, я поставила, или наоборот. Мы все воедино сошлись. И тоже те вопросы, на которые мы хотели получить ответы, скорее всего, получили. Или там те вопросы, которые хотели задать, и, может быть, где-то оставить без ответов, тоже это все было. То есть это очень важно. Короткий срок, но большая жизнь. И мне кажется, то удовлетворение. Իրականում Ելենան այնքան լեցուն ու երկար է ներկայացնում, որ մենք չենք հասնում թարգմանել արգելերեցում։ Բայց ես ուզում եմ փոքրիկ կերպով ներկայացնեմ այն, ինչ նշվեց, հա։ Նախ եւ առաջ Լիլիա Մուկուչյանի մասին զրուցեցինք, ով ֆանտաստիկ դերասանուհի է ու առաջին անգամ չէ, որ Ելենա Վարդանյանի հետ համագործակցությունը կա, գրեթե բոլոր ներկայացումներում միշտ Ելենան աշխատում է նրա հետ, նրանք մասնակցել են տարբեր փառատոների, որտեղ հաղթանակած վերադարձել են, իսկ այս հաղթանակը միայն իրենցը չէ, այլ նաև մեր երկրինն է, որովհետև որքան էլ ռուսալեզու են ներկայացումները, միևնույնն է մեր երկիրն են ներկայացնում եւ Հայաստանի կողմից են ներկայացվում եւ հրաշալի էր նաև այս անգամ աշխատել Լիլիայի հետ, Վանի հետ եւ նրանք որպես ռեժիսոր եւ որպես դերասաններ միասին դարձել են մի մեծ ընտանիք, ովքեր նայում են նույն ուղղությամբ եւ կարծես թե այստեղ չկան դերակատարներ, առանձին եւ առանձին բեմադրիչ, այլ կա մի շնչառություն, որով նրանք երեքով շնչում եւ արտաշնչում են եւ շատ հարցերի պատասխաններ արդեն process-ում կարողացել են գտնեն եւ ստանան։ Ելենան շնորհակալություն հայտնեց ամբողջ աշխատող թիմին, լուսավորող, ձայնային, ինչպես լուծումներ տվող հեղինակին, ինչպես նաեւ հագուստի հեղինակին։ Ելենան նաեւ Տիկին Մարիաննային մեր Տիկին Մարիաննային, ով Արմոնոյի ղեկավարն է եւ նշեց, որ նաեւ արդեն պատրաստվել են նաեւ Արմոնոյին ներկան նաեւ այս ներկայացումով, վստահաբար կրկին շատ փառատոնների մասնակցության հայտ են ուղարկելու ու վստահաբար կգան մեզ մոտ նորից զրուցելու ու պատմելու, դե չասացինք հաղթանակած, որովհետև մինչև առուն չթռնենք հոբ չենք ասում, բայց ամեն դեպքում վստահ ենք, որ հրաշալի նաև կներկայանան։ Իրականում Ելենա, այ խոսեցինք նույն փառատոնների ձեր մասնակցության մասին ու ձեր ներկայացումների, դուք գրեթե միշտ վերադառնում եք հաղթանակով եւ մեծ աղմուկ է բարձրանում ձեր բեմադրությունների շուրջ, դուք նաև արտավազդակիր եք, հետաքրքիր մտածել եք այդ ուղղությամբ ինչից է այս ամենը ինչա միշտ աղմուկ ձեր անկեղծությունից, ձեր ընտրած գործերից, ճիշտ թիմից, որն է բանաձևը հաջողության։ Вы имеете в виду и постановки или как артистами? И всегда. Թե որպես դերասանուհի, թե որպես բեմադրող։ Вы знаете, я так отвечу на этот вопрос. Очень много есть очень талантливых людей, но у которых не было шанса просто взаимодействовать с людьми, которые могут быть им полезны. Потому что, знаете, у нас есть один спектакль, в финале которого, спектакль «Варечка» Григория Константинопольского, кстати, недавно Лиля приехала из Нижневартовска, опять же с победой за актерское мастерство. Да. И там есть одна фраза в конце спектакля, я ее процитирую: «Талант ничего не решает, дураки». Не всегда, очень важна удача и, конечно же, трудоспособность. Потому что действительно я знаю очень много талантливых людей, которые на сегодняшний день не являются артистами театров, не снимаются в кино. Где-то с половиной они разочаровываются, опускают руки, и это очень-очень жаль, потому что они невероятно талантливые люди. Уходят в другие профессии, уезжают из страны и так далее и тому подобное. Когда я на это смотрю, мне очень-очень жаль. Даже иногда рядом с этими людьми я себя артистом это назвать не могу. Поэтому, по моему мнению, очень важно, чтобы звезды сошлись. И пока есть удача, пока есть силы и возможность просто для того, чтобы работать, ведь мы не работаем для того, чтобы агмунклини мершуч или для того, чтобы получить какую-то награду или поехать куда-то. Мы работаем, чтобы жить, потому что это образ жизни. Я сейчас имею в виду именно театральную сферу. И поэтому
Я никогда об этом не думала, и меня не думаю, что дальше будет этот вопрос интересовать. Я просто хочу жить, заниматься любимым делом, и хочу, чтобы те люди, которые действительно достойны больших наград, имели успех, фарт и людей рядом, которые могут им помочь. Потому что иногда очень жаль, когда не совсем получается у хороших и талантливых людей. Ելենա Վարդանյանը թե որպես արտիստ, թե որպես ռեժիսոր հետաքրքիր բանաձևի մասին խոսեց, նշեց, որ պիեսներից մեկում հերոսուհին ավարտում է խոսքերով, որ տաղանդը դեռ որոշիչ չէ, շատ կարևոր է հաջողությունը, ֆորտունան, որպեսզի քեզ նաև նկատեն ու ճիշտ մարդիկ իրար հանդիպեն ու կարողանան միմյանց նպաստել դեպի այդ հաջողության գնալու ճանապարհը միասին փնտրելու համար եւ այս պարագայում Ելենը նաեւ շատ դեպքերում տխրում է, որովհետեւ կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր ճանապարհի կեսից պարզապես հիասթափվում են, կոտրվում են եւ կարծես թե լինելով ու ունենալով այդ տաղանդը չեն մնում ասպարեզում, չեն նկարահանվում ֆիլմերում, չեն լինում ներկայացումների մեջ, դրա համար նրա կյանքի կարևոր այսպես ասած գործողություն նաեւ այն է գտնել այդ տաղանդավոր մարդկանց եւ միասին կարողանան քայլել անուղղությամբ, որպեսզի այդ մարդկանց նաև ժպտա ճանապարհը ֆորտունան եւ նրանք հասնեն հաջողության ու մրցանակների։ Երբեք չի եղել նպատակ անել որևէ շոու կամ աղմուկ բարձրացնել կատարված գործերով կամ ստանալ մրցանակներ, դա չի։ Նպատակը նա է, որ եթե նրանք կան թատրոնում եւ ապրում են թատրոնով, դա իրենց կյանքն է, առանց դրա պարզապես կյանք չկա եւ արդեն մնացածը պարզապես հետևանքն է լավ ու սիրառատ աշխատանքի դեպի իրենց կատարած գործը, որը գործը չեն համարում, այլ ապրելու մի ձև։ Իրական շատ հետաքրքիր զրույց ստացվեց ու մենք կարծես թե հենց հիմա էլ զգացինք ձեր ներաշխարհը, ձեր նվիրումը, ձեր կատարած աշխատանքին ու գործին։ Դուք նվիրյալ եք ու նաև գտնում եք հրաշալի տաղանդների, ովքեր կարողանում են իրենց կողմից ցույց տալ այն կուտակումները, որ կան իրենց ներսում, ապրեք։ Спасибо вам большое. Մենք ենք շնորհակալ, մենք միշտ պատրաստ ենք լուսաբանել լավ ներկայացումներ, միշտ պատրաստ ենք լուսաբանել ձեր շրջագայությունները եւ ձեր բերած հաղթանակները, մենք դա սրտանց մաղթում ենք, որ այս ներկայացումներ, որը կարճ ժամանակահատվածում, ընդամենը 3 շաբաթում ճիշտ մարդիկ հավաքվել են ճիշտ գործի շուրջ ու ստեղծել են արվեստ, մաղթում ենք ձեզ հաջողություն, թող որ այս կարճ ժամանակահատվածում ստացած ներկայացումը ունենա շատ մեծ ու երկար ճանապարհ, Спасибо большое. Բերեք ձեզ հաջողություններ։ Վանջան ձեզ էլ շնորհավորում ենք սրտանց։ Իդեպ երաժշտական մասով տաղանդը ընդգրկվել է ներկայացման մեջ, թե դա թողել եք մի կողմ եւ միայն։ Вы знаете, изначально мы так и хотели, он очень талантливый человек в музыкальной сфере, но мы подумали, что таким образом... Да, мы дленենք миком, потому что таким образом, ну, как... В общем, у него есть еще более интересные стороны. Он талантливый. Фишки. Да, талантливый человек, талантлив во всем. Вот он талантлив во всем. Իրականում ինձ համար էլ շատ կարևոր էր այդ փաստը, երբ որ ի սկզբանե այդ միտքը կար, հետո երբ որ անդրադարձանք նրան, որ պետք է առանց երաժշտություն եւ այլն, առանց այդ ամենի լինի, շատ տարբեր էր, որովհետեւ ավելի ինձ մոտիվացրեց դերասանական առումով ու ինձ համար միգուցե դա ավելի կարևոր էր, որովհետև ես ոչ մի ուրիշ իմ ուժեղ կողմ, սենց ասացա, որը որ նախկինում փորձարկված է տարիներով, չդրսևորեցի, այլ դրսևորեցի հենց մաքուր դերասանական խաղի միջոցով ու դա ինձ շատ մոտիվացրեց, որպեսզի այդ աշխատանքը մեր ավելի սենց ներքին իհարկե ապրումներով, դժվար ինչ-որ սենց ինքնես ինձ այդ հարցերով պատասխաներով, բայց ավելի ինձ դեպի խորություն, այսպես ասած ուղղորդեց դերասանական առումով, ես ուրախ եմ, որ դա եղավ հենց միայն դերասանական աշխատանք, առանց երաժշտական միջամտություն։ Ելենայի կողմից հաջորդ առաջարկը կընդունվի։ Միանշանակ։ Դժվար չէ իր այդ։ Չէ, իր հետ շատ հեշտ է եւ մարդկային առումով։ Ասեմ իդեպ, որ առաջի անգամ, երբ որ մենք իրար առաջի անգամ տեսանք, մինչեւ այդ ծանոթ չենք եղել բնականաբար, առաջին հայացքից ասենք Привет. Да. Մի անգամից ինձ գրկեցինք, ողջունեցինք իրար ու այդ օրվանից էլ ինչ որ sense շատ ջեր մարդկային ընկերական
Կարծես թե 100 տարի իրար ճանաչում։ Вот так и было, да. У աշխատանքին միշտ ես իրան ասում եմ, я люблю тебя за правду. За правду, которую ты всегда находишь, с которой ты идешь в то, что ты делаешь. Որովհետև ինձ համար արվեստագետի եւ ընդհանրապես դերասանի երաժշտի կապ չունի։ Այդ ներքին ճշտի զգացողությունը գալիս է նաեւ այդ ներքին մանուկից, ինչքանով է ներքին մանուկը մարդու մեջ արթուն, ինչքանով է ինքը դրսևորում, հա, ներքին իր երեխային։ Համ ներկայացում էր ոնց որ կից այդ դերի հետ ներքին երեխա, որը որ եւ այլն մեծացել է եւ այլն, համ այդ ամեն ինչը ոնց որ նաեւ Լենան է իր մեջ իմ համար համադրում այդ պայծառությունը, ներքին երեխայի պայծառությունը եւ իհարկե մեծ պրոֆեսիոնալիզմը, որը որ մեզ ավելի sense կարողացավ համատեղ մտածողությունների sense բախում եւ խաչմերուկ է։ Այո, խաչմերուկներ տալ։ Հաջորդը փաստորեն ապրիլ ամսին է, հա, սպասվում։ Да, следующий спектакль в апреле. Может быть, до апреля мы еще и сыграем один спектакль, обязательно вас пригласим. Թող անպայման հանդիսատեսն ու հեռուստադիտողը ուշով հետևի, գտնի բրբտի եւ գուցե գտնի այդ ամսաթիվը, երբ կարող են նաեւ գալու այլել։ Մենք ձեզ անչափ շնորհակալ ենք, որ այս առավոտ եկաք մեզ հյուր եւ կիսվեցիք ձեր յուրահատուկ առանձին անձնական մթնոլորտով, որտեղ այդ մթնոլորտը մեզ հասավ այդ էներգիան ու մենք հասկացանք, որ շատ հետաքրքիր բան է ստեղծվել։ Վստահաբար սիրով կգանք եւ կդիտենք։ Спасибо. Մենք կսպասենք։ Ձեզ հաջողություն։ Մեր հյուրերն էին ֆանտաստիկ մարդիկ, տաղանդավոր, յուրահատուկ, իրենց ձեռագիրը ունեցող, բայց եւ միշտ նորություններ փնտրող, պրպտող եւ ստեղծող ու արարող։ Ռեժիսոր, դերասանուհի, արտիստ, հետաքրքիր մարդ Ելենա Վարդանյանը, շնորհակալություն։ Спасибо. Եվ դերասան կրկին տաղանդավոր մարդ նաեւ երաժշտական ասպարեզում եւ առհասարակ Վան Սադաղը։ Սադաղ ում անունը դեռևս չբացահայտեցինք ինչու է։ Այդպես չբացահայտված էր թող մնա։ Այսօրվա ինտրիգն է։ Հաջորդ եթերում միգուցե։ Ընտրեք եւ գտեք։ Շնորհակալ ենք ձեզ եւս մեկ անգամ։ Спасибо. Լավ որ ձեզ։ Դե ինչ երեստայտողներ անպայման գնացեք թատրոններ, նայեք ներկայացումներ, լավ ներկայացում, վատ ներկայացում, միշտ կգտնես մի բան, ինչից կարելի է սովորել, ինչպիսին կարելի է լինել կամ չի կարելի լինել, որտեղ կա հայելի, որ կբախվեք, որտեղ առհասարակ ձեզ հետ որևէ կապ չունեցող մի բան, բայց դա միևնույն է իր հետքը կթողնի ձեր ներաշխարհը։ Լավ թե վատ ամեն այնտեղս ներկայացումը ես վստահ եմ որ վատ չի լինում, այն լինում է պարզապես ինդիվիդուալ, յուրաքանչյուր հանդիսատեսի համար սիրելի կամ ոչ սիրելի։ Գտեք իհարկե ձեր ցանկալի լավագույն միջոցառում եւ երեկոյան անցկացրեք թատրոնում, որովհետեւ այն կավելացնի ձեր գիշերը հանգիստ քնելու եւ խաղաղ ապրելու փոքր անդորը։ Դե ինչ սիրելիներս այսօրվա համար նախատեսլինք այսքանը, ձեզ հետ էին Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Կիրակոսյանների մասով առայժմ այսքանը մնացեք։ Լավ որ բոլորիդ։